Տապանում հյուրընկալել եմ մարտական եղբայրություն միաբանության եւ ազգային հեղափոխություն կուսակցության վարչության անդամ Մասիս Շիրոյանին, պարոն Շիրոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Այս ընտրություններին ձեր քաղաքական ուժի մասնակցությունը չստացվեց, ցանկություն թեև ունեիք, հետաքրքիր է որպես քաղաքացի ինչպես եք վարվելու, համալրելու եք այսպես ասած ընտրությունների չգնացող կամ չկողմնորոշված քաղաքացիների շարքերը, եթե պաշտոնական քարոզ արշավին մեկնարկած ձեր գնահատականը մեկ բառով ամբովանդակությունն է։ Նախ ասեմ, որ մենք հայտարարություն ենք տարածել, որ մենք ընտրություններին չենք մասնակցում, քանի որ չենք մասնակցում, որևիցե ուժի էլ չենք աջակցում, եթե ուժ լիներ, որին հնարավոր էր աջակցել, ի սկզբանե մենք էլ կուսակցություն չէինք գրանցի, չէինք փորձի կուսակցություն ստեղծենք, բայց քանի որ չկա այդտենց ուժ, որը որ այն առաջարկներ կանի կամ գոնե մեծամասամբ այն մտքերը կարտահայտի, այն առաջարկները կանի հարուցան, ինչ որ մենք ենք անում, մենք միգուցե փորձեինք աջակցել նման ուժը, բայց քանի որ կուսակցությունների անուններն ու իրենց առաջնորդների անունները հանում ենք, տակը մնում է ծրագրերից մի բան, որ կամ բոլորով կողմ են եւ նոյեմբերի 9-ին եւ օգոստոսի 8-ին եւ ստորագրված այդ խաղաղությանը եւ թրիփ կոչված ճանապարհին, կամ մի մասը կողմ է առանձին թրիփին, մի մասը առանձին նոյեմբերի 9-ին, բայց մեծ հաշվով քաղաքական դաշտը բաժանվել է մի քանի սեգմենտի, որոնք որ բոլորը Նիկոլի տարբեր առաջարկներ անում կամ բոլորով նույն բանն են կրկնում, ինչ որ Նիկոլն է ասում։ Այսինքն Նիկոլի դեմ, Նիկոլով են դեմ։ Այս մարդկանց ում աջակցենք, ինչ անենք։ Դե հետևաբար դրա համար էի հարցնում, որպես քաղաքացի ինչպես եք վարվելու, այսինքն թողնել ձայնը այդպես տես չկանգնել քվեարկության իրավունքին։ Տեսեք, հունիսի 8-ին միգուցե հնարավորություն լինի նույնպես ձեր տաղավարում խոսելու, մենք կտեսնենք նույն իրավիճակը, ինչը որ այսօր կա։ Ոչինչ չի փոխվելու քաղաքական դաշտում, դերակատարներն չեն փոխվելու, որոշակի անուններ կարող են փոխվել, բայց հիմնական խոսույթը ու հիմնական գործը լինելու է այն, ինչը որ մինչև էս է արվում։ Այսինքն ադրբեջանական օրակարգը տարածելն է։ Մենք տեսնում ենք, որ բոլորով ասում են խաղաղություն, մենք դրա կողքը դնում ենք հավասարայի նշան ու ասում ենք խաղաղությունը հավասար է Ալիևի սահմանադրություն։ Այդ սահմանադրական հարաբերական փորձելու են իրականացնել։ Ու բոլոր այն ուժերը, ովքեր այս պահին խոսում են խաղաղության մասին, հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փորձում են ասել, որ իրենց գալով կլինի խաղաղություն, դա նշանակում է, որ Ալիևին մեսեջ են ուղարկում, որ մենք ընդունում ենք քո առաջարկած սահմանադրության տարբերակը։ Մենք դա չենք ընդունում, մարտական եղբայրություն, միաբանություն, ազգային հեղափոխություն, կուսակցություն, սա չի ընդունում։ Հենց ստեղ է մեր տարբերությունում, մենք պատրաստում ենք, այո, այս պայից սկսած էլ սրանից առաջել սկսել ենք աշխատանքներ իրականացնել, որովհետև հիմնական խնդիրը լուծվելու է հենց այդ սահմանադրական հարաբերությունների ժամանակ։ Մարդիկ կամ պետք է կողմ լինեն նոր սահմանադրությանը, Ալիևի կողմից առաջարկված սահմանադրությանը, կամ դրան պետք է դեմ լինեն։ Չեզոք լինելը նույնպես կողմ լինել է։ Այդ ժամանակ չմասնակցելը բերելու է խնդիրների։ Դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Ալիևի կողմից առաջ քաշված սահմանադրությունը չընդունվի։ Հիմա Փաշինյանը ու Փաշինյանի նման գործող այդ քաղաքական գործիչները փորձելու են այդ նոր սահմանադրության տակ լավ բաներ խցկել, ասենք Եվրոպայի հետ վիզաների ազատականացման թեման են լողոզելու ու լավ բոնուսներ են ավելացնելու, որ այլ այս սահմանադրությունը կընդունենք լավ վիճակ կլինի, բայց դա կեղծ է լինելու, խաբեություն է լինելու։ Իսկ սկզբանե ասում ենք, որ այս պահին խաղաղություն ասող մարդկանց կողմից սահմանադրության փոփոխությունը դա Ալիևի սահմանադրություն ընդունելն է։ Իսկ ինչ է նշանակում Ալիևի սահմանադրություն ընդունել։ Դա Հայաստանի Հանրապետության հպատակեցումն է Ադրբեջանին։ Եթե մենք այսօր օրինակ հարց ենք բարձրացնում, որ Հայաստանը հպատակ է ընդհանրենք Ռուսաստանին, այս դեպքում արդեն Ռուսաստանին չէ։ Ուղիղ Ռուսաստանին էլ հպատակ չեն լինելու։ Չափազանցված չէ ձեր այդ կարծիքը կամ պնդումը, պարոն Շիրոյան։ Ինչն է չափազանցված։
Հպատակությունը, որ կապում եք անմիջապես այդ անկախության հռչակագրի լինել չլինելով նոր Հարցը անկախության հռչակագիրը չի այստեղ։ Հարցին է, որ Ալիևի կապրիզները այստեղ իրականացնում են։ Ալիևն ասում է, ինչ գյուղերը տվեք, խելոք տալիս են մի բան հայ ժողովրդին ահաբեկում են։ Հիմա էլ չէ, դուրս են եկել ահաբեկման ճանապարհով։ Չընտրեք մեզ, սեպտեմբերին պատերազմ կլինի ամենաուշը։ Չընտրեք մեզ։ Մյուսներն ասում են, չընտրեք մեզ, հուլիս ամսին կստանանք տնտեսական պատերազմ Ռուսաստանի կողմից։ Դե քաղաքական խոսույթ է, դրան այդքան լուրջ վերաբերվել։ Հայ ժողովրդին ահաբեկում են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ահաբեկում են։ Ահաբեկելով հնարավոր չէ ավելի լավ երկիր կառուցել, որովհետև ահաբեկված քաղաքացիները արդեն վախեցած քաղաքացիներն են։ Շատ լավ, եկեք շանտաժով են խոսում մեր հետ։ Եկեք Ալիևի հայտարարություններին անդրադառնանք։ Ամենավերջին հայտարարությունը հետևյալն է. Ադրբեջանը նպատակ չունի կործանել Հայաստանը կամ զրկել անկախությունից։ Մեջբերեմ. Եվրոպայի այսպես կոչված դիտորդները ենթադրաբար շարունակում են մշտադիտարկում իրականացնել Ադրբեջան-Հայաստան սահմանին։ Ես այն ժամանակ էլ եմ ասել, եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին եւ այնտեղ անգամ իրենց հետքը չէր մնա։ Ակնհայտ է, որ Ալիևը չի մարսում Եվրախորհրդարանի վերջին բանաձևը, որով Եվրախորհրդարանը, Եվրոպական միությունը իր աջակցությունը հայտնեց Հայաստանին եւ առանձին կետով անդրադարձան արցախցիների վերադարձի իրավունքին, գերիների մասին խոսեցին։ Հիմա ի՞նչն է այսքան անհանգստացնում Ալիևին, եթե պաշտոնական Երևանը այդ հարցը փակել է։ Պաշտոնական Երևանը փակել է, բայց Ալիևը հասկանում է, որ առաջիկայում ընտրություններն հետագայում սահմանադրական հանրաքվե պետք է տեղ ունենա։ Ու Ալիևը ամեն կերպ, սա ոչ միայն եվրոպացի դիտորդներին է, Եվրոպայի իր գործընկերներին է վերաբերում, այլ նաև հայ ժողովրդին է ինքը հեղում մեսիջ տալիս սրանով, որ ես ցանկություն չունեմ ձեր հետ ինչ-որ խնդիր առաջացնելու, այ Նիկոլին աջակցություն է հայտնում սրանով, որ Չէ, բայց դուք ասում եք մյուս քաղաքական ուժերի ծրագիրները ըստ էության սահմանադրական հանրաքվե կա։ Սահմանադրական հանրաքվեի հարց կա։ Սահմանադրական հանրաքվեն տապալելու պարագայում, երբ որ չստացվի նոր սահմանադրություն ընդունել տալ, Փաշինյանը զրկվելու է իր իշխանությունից ու համակարգն է փլվելու։ Սրա մասին լավ գիտեն թե Փաշինյանը, թե Ալիևը։ Դրա համար փորձելու են Փաշինյանին մաքսիմալ լավ ձևով ներկայացնել հայ հանրության աչքին, որ ինքը խաղաղություն բերող է, որպեսզի ստանան իրենց ուզածը, հաջորդ թիվ, այսինքն որպեսզի կարողանան սահմանադրական հանրաքվեն իրականացնել։ Հարց այլ քաղաքական ուժերի մասին չընտրությունները ուղղակի կարող են ինչ-որ հայ ժողովրդի մոտ կրքեր առաջացնել, բորբոքել, ոչ թե քաղաքական ուժերի կողմից, այլ հենց հայ ժողովրդի կողմից կարող են ինչ-որ բան առաջացնել։ Դրա համար փորձում են մաքսիմալ հարց ձևով անցկացնել ու Փաշինյանին ավելի հզորացնել։ Իսկ բանաձևերի, նմանատիպ բանաձևերի նշանակությունը դուք ինչպես եք գնահատում։ Բանաձևերը օգտակար կլինեն, եթե մեր կողմից բանակցողները դրանից փորձեն օգտվել։ Փաշինյանը հակառակ այդ բանաձևերից որևիցե մեկից չի օգտվում։ Մենք տեսանք, որ այս եվրոպական երկրների ղեկավարների հավաքի ժամանակ Ալիևը հերակապով խոսեց, հա, ու այդ ժամանակ էլ Ալիևը հողորտաց, որին Փաշինյանը բացարձակ չպատասխանեց, իսկ Եվրոպական խորհրդարանի ղեկավարը արձագանքեց Ալիևի ասածին։ Մենք տեսել ենք, որ Բրիտանիա պարլամենտն է լսումներ իրականացրել Արցախի հարցով, Շվեյցարիան է իրականացրել, Ֆրանսիան իրականացրել, մեր կողմից որևիցե քայլ չկա։ Մենք ենք լուր մնում։ Մեր համար այդ հարցը փակ է։ Ադրբեջանը, չգիտեմ, պատմամշակութային կոթողները ավիրում, ոչնչացնում մեր նախարարներից ոմանք ասում են լավ է անում։ Պարոն Շիրոյան, ձեր թվարկած երկրները կամ այս եվրոպական կառույցները իրենք հարցին անդրադառնալիս, բանաձևերը ընդունելիս, իրենք արդարության այդ մղումով են այսպիսի բանաձևեր ընդունում, թե իրենք իրենց շահերի տեսանկյունից են այս բանաձևերն ընդունում, անհրաժեշտ պահին Ալիևի վրա ճնշում գործադրելու։ Եթե այդպես է, ապա Հայաստանի իշխանությունները ունեն բացատրություն, ասում են, ինչպես հայոց ցեղասպանության հարցը երկար տարիներ տարբեր երկրներ շահագործել են, օգտագործել են հարմար պահի իրենց շահերի տեսանկյունից, այդպես էլ այսօր արցախցիների հարցն է։ Այսինքն, եթե պետք է այդ կառույցները, այդ երկրները դա օգտագործեն իրենց շահերից ելնելով եւ ոչ թե այդ
արդարության զգացումից, էթնիկ զտումը իսկապես դատապարտելու այդ մղումով, ուրեմն մենք չպետք է ջուր լցնենք այդ պետությունների, այդ երկրների ջրաղացին։ Իրենք իրենց համար հարցեր են բարձրացնում։ Իրենց պետք է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել, հարց են բարձրացնում։ Մի պահ տենց մտածենք։ Մեզ դա խանգարում է։ Այսինքն թե մենք էլ կարողանանք դրանից օգտվել ու Ադրբեջանի վրա մենք էլ ճնշում գործադրենք։ Ինչ է դա վատ է, հա? Այսինքն եվրոպացիքին ինադանենք, թուրքերի առաջ պարկենք։ Չէ, եթե ինձ եք հարցնում, միանշանակ Չէ, բայց այդ նման քարոզ է տարվում, այսինքն Հենց դա այ եմ որ ասում։ եվրոպացիքին, քանի որ դա լավ է, եվրոպացիք իրենց հարցեր են առաջ տանում, եկեք ի հակադրություն եվրոպացիքի մենք մեր հարցերը փակենք։ Սա առողջ տրամաբանություն չէ, սիրելով չի, ցանկություններով չի, քաղաքականության մեջ պետք է կարողանաս համադրել, ընդհանուր շահեր գտնել կամ շահերի բախման դեպքում կարողանաս քո շահերը պաշտպանել։ Իսկ մենք մինչև հիմա փորձում ենք սիրելու մակարդակով հարցերը բարձրացնել, այ ես ինչը մեզ սիրում է, այ եթե սա արդար չի սիրում մեզ, ուրեմն սրա հետ չհամագործակցեն, կապ չունի, որ այդ բանը շահերը համակնում է։ Ֆրանսիայի այդ ռազմավարական գործընկերության այդ հռչակագրից ինչ որ ակնկալիքներ ունեք։ Հիշեցնեմ, Ֆրանսիան ՆԱՏՕ անդամ երկիր է։ Մենք ՀԱՊԿ։ Ինչքան էլ համագործակցություններ տեղի ունենան, իրենք ավելի խորքային չեն լինելու, քան մենք սպասում ենք կամ երազում ենք կամ պատկերացնում ենք։ Մենք չենք կարող ՆԱՏՕ-ի թշնամի բլոկում գտնվել ու ստանալ ՆԱՏՕ-ական երկրների լիակատար աջակցություն։ Մենք պատերազմի ժամանակ մեսիջներ ստացել ենք 20 թվականի, բայց մեր իշխանությունները հայտնի կենթանում համառությամբ շարունակում էին ասել, որ մեր միակ ու անկարգների դաշնակիցը դա Ռուսաստանն է։ Իսկ նման պարագայում մենք չենք ստանալու աջակցություն։ Երբ որ բլոկային են գործում, այ օրինակ մարտական եղբայրություն ասում եմ, մենք դուրս ենք լինելու բլոկներից։ Նույնիսկ եթե հարաբերություններ կան Ռուսաստանի հետ կարգավորելու, Ռուսաստան երկկողմ հարաբերություններ են կարգավորելու։ Բլոկներից դուրս լինելը ավելի վտանգավոր չէ։ Ոչ, մեր պարագայում ավելի վտանգավոր է բլոկներում լինելը։ Տարածաշրջանում մենակ մենք ենք այդ Անդրկովկասում։ Վրաստանը բլոկների մեջ չէ, Ադրբեջանը բլոկների մեջ չէ։ Մենք ենք բլոկային քաղաքականություն վարում։ Հիմա Ադրբեջանը էլ կարողանում է Ռուսաստանի հետ զենք գնել, Ռուսաստանի հետ առևտուր անել, տնտեսական հարաբերություններ զարգացնել, Վրաստանն էլ կարողանում է տնտեսական հարաբերություններ զարգացնել, դեռ զենքի մասին խոսք չկա, բայց առաջիկայում միգուցե եւ լինել։ Բայց նաեւ այլ երկրների հետ են նրանք կարողանում բանակցել, առևտուր անել, զենք էլ գնել։ Միայն մենք ենք, որ ինքներս մեզ Դե Ադրբեջանի դեպքում կա Թուրքիայի պես դաշնակից հավատարիմ պարոն։ Հիշում եք մենք ինչի համար մտանք ԵԱՏՄ։ Ինչի համար։ Հիշում եք 2013 թվականին, չէ՞։ Ստորագրվեց ԵԱՏՄ-ի Հայաստան մտնել մի գիշերվա մեջ, որպեսզի Արցախը լինի ավտանգ։ Այո։ Որպեսզի մենք ունենանք հայկական Արցախ։ Մեր դաշնակիցը ինչպես իրեն պահեց։ ՀԱՊԿ-ը ինչպես պահեց։ Մենք հանուն դրա ենք մտել ԵԱՏՄ։ Իմիջիալոս շատ դեպքերում, երբ որ մենք մտնում ենք տարբեր խանութներ ու բազմաթիվ անունապրանքներ դրսի համեմատ, Եվրոպայի համեմատ, մենք տեսնում ենք 2-3 անգամ ավելի թանկին, հենց դրա պատճառով է։ Ախր մենք դրա համար հիմա վճարում ենք մի բանի համար, որը որ այլևս չկա։ Մենք Արցախի համար ենք մտել ԵԱՏՄ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե։ Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Դե մեզ ԵԱՏՄ մտցնողները հիմա ասում են, եթե մենք լինեինք, մենք շատ ավելի գործընկերային կլինեինք Պուտինի հետ, մենք ավելի քաղաքակիրթ շփվելու ձևեր գիտենք եւ այսպիսի իրավիճակի առջեւ չենք կանգնի։ Այնինչ Փաշինյանը եկավ եւ իր վատ բառեր են այնտեղ իհարկե վատ բառերով են բնութագրում, ասում են եկավ եւ փչացրեց ամեն ինչ։ Այդ մանկապարտեզային բացատրությունները իրենք կարող են որոշակի մարդկանց դրանով շեղել ու խաբել։ Մեծ քաղաքականությունը նման կերպ չէ։ Այսինքն Ռուսաստանը Փաշինյանի ասելով չի, որ ինչ որ բան պետք է աներ։ Նամանավանդ երբ որ Փաշինյանը ոչ մի իրական հակադրություն չունի ռուսների հետ։ Փաշինյանը միակ գործիչն է, ով Արցախ ռուսական զորք է մտցրել։ Դա նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը չի արել։ Լինելով այդքան ռուսական։ Պուտինի հետ ունենալով քիմիա չէ՞։ Իր հարաբերությունները քիմիա կար իրենց մեջ, բայց ռուսական զորք չի մտցրել։ Իսկ Փաշինյանը մտցրել է։ Էլ ռուսական գործիչը ո՞նց է լինում։ Ոչ թե պրոռուսական, այլ հենց իսկական ռուսական գործիչը ո՞նց է լինում։ Փաշինյանը ռուսական գծի մեջ է։ Այսինքն Ռուսաստանի շահը 2013 թվականից եւ դրանից հետո չնայած վերլուծաբաներ կան, որ ավելի վաղ 2007-ից հետո ասում են ակնհայտորեն փոխվեց եւ չհամընկավ Հայաստանի շահերի հետ։ Եվ այստեղ ով էլ լիներ ղեկավար, դա կապ չէր ունենա, Ռուսաստանը սպասարկելու էր իր շահը։ Բոլոր պետություններն են իրենց շահերը սպասարկում։ Այո։ Մենք ինչ ենք դրանից զարմանում։ Եթե մենք մեր տեղում լինեինք, մենք այսօր ինչ չենք լինի։
ու ես այս պահին էլ հնարավոր է ամեն ինչ հետ շրջել, փոխել, այս իրավիճակից դուրս գալ։ Մենք սրանից ավելի վատ վիճակներում ենք գտնվել պատմության ընթացքում։ Այդ շրջել մինչև ինչ աստիճան, պարոն Շիրոյան։ Ինչ աստիճան որ պետք է։ Պատկերավոր կասեք։ Ինչքանի հնարավոր լինի, որ ինչքանի հնարավոր լինի, բայց նպատակը պետք է լինի անկախ պետություն, առաջերտն անկախ պետականությունը։ 29743 սահմաններում։ Ես թվեր չեմ ասում։ Ալիևը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, թիվ չի նշում։ Բայց փաստացի թղթի տակ է ստորագրել, որտեղ նշված է։ Չէ։ Իրենք հղումներ են տարբեր փաստաթղթերի, որը մի փաստաթղթի են հղում անում, նամանավանդ Ալիևը ոչ պայմանագրունակ ղեկավար չի անում, մենք էլ չենք անում։ Բայց այդ դեպքում Բայրամովը հայտարարել է, որ սահմանազատման աշխատանքները շարունակվում են։ Ինչ-ն է սահմանազատում եւ ինչ քարտեզով։ Երբ են սահմանազատման աշխատանքները սկսվել։ Վաղուց։ Ինչի՞ չի Հիմա էլ շարունակվում։ շարունակվում Երբ շարունակվի։ Ադրբեջանի փոխնախագահի այցից հետո փոխվարչապետի այցից հետո շարունակվում են Բայրամ ըստ 24 թվականի մարտ, ապրիլ, մայիս ամիսներ 2 տարի անցել է։ Մենք բացի այդ Տավուշի մի փոքր հատվածից, որտեղ որ մեր իրենց ասած 29746 քառակուսի կիլոմետրի շրջանակներում տարածքներ հանձնեցին։ Իրենք այդ տարածքներից հանձնեցին, որը որ ճանաչում են Հայաստանի Հանրապետության տարածք, իրենք հենց դրանք հանձնեցին ու շարունակվեց process-ը։ Հիմա նախընտրական փուլում փորձում են աչքակապություն անել։ Այսինքն կարծում եք գետնի վրա աշխատանքներ չեն իրականացվում։ Չէ, իրենք ստանում են այն ինչը որ իրենց պետք է, իրենք ինքնահաստատվում են Հայաստանի Հանրապետության ու նրա ղեկավարի վրա, բայց իրական process-ներ տեղի չեն ունենում։ Իրենք չեն ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, մենք էլ պետք է չճանաչենք։ Այդ հակառակը մեր ձեռքերը ազատում է։ Ազատում է, որ ինչ անենք։ Կարծում եմ հասկացողը հասկացավ։ Պարոն Շիրոյան, մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում սպասվում է զորահանդես, Մակրոնի պետական այցի առանձին դրվագներ քննադատողներին ի պատասխան Փաշինյանն ասում էր կտեսնեք մայիսի 28-ին ինչ ենք ստացել կամ ինչ կարող ենք ստանալ Ֆրանսիայից, ակնարկը ինձ թվում է հասկանալի է, այսօր էլ կարճ տեսանյութ է հրապարակել, հայկական արտադրության ԱԹՍ-ներ է ցուցադրել, դուք էլի որևէ դրական ակնկալիք չունեք այս զորահանդեսից։ Նա զորահանդես չի, զենքերի ցուցադրությունն է, իրենք են ասել, որ դա զորահանդես չի։ Երկրորդ, այդ զենքերի քանակը լավ շատ կլինի, քիչ կլինի, զենքերը լավը կլինեն, վատը կլինեն։ Սա երկրորդ process-ն է, որը պետք է անեն։ Բայց առաջի process-ը մոտեցումն է։ Ինչի համար են դա անում։ Ումից են ուզում պաշտպանել երկիրը։ Ումից։ Հարց եմ տալ, իրենք ումից են ուզում պաշտպանել, ես չգիտեմ։ Ես չեմ տեսնում, որ իրենք ինչ որ մեկից ուզում են պաշտպանել։ Այդ առաջի է, երկրորդ հերթին 20 թվականին մենք զենքի ու զինամթերքի խնդիր չունեինք։ Ինչքան էլ որ հիմա առավոտից երեկո փորձեն իրենք ներկայացնել, որ մենք խնդիրներ ենք ունեցել ռազմաճակատում, թե զենքի, թե զինամթերքի պահով։ Բայց հիշեցնեմ, որ Ալիևը արեց զորահանդես հայկական զինատեսակներով, այսինքն այն ինչ որ մեզնից վերցված էր Արցախում, Արցախից իրենք արկրավեցին, հսկայական շքերթ արեցին։ Ու ցույց տվեցին, թե ինչքանի զենք ու զինամթերք ունենք։ Այսինքն խնդիրը զենքն ու զինամթերքը չի, որ մենք պարտվեցինք։ Այլ պայքարելու կամքը։ Նպատակները չեն ֆիքսել ինչ նպատակ ունեն։ Իրենք կռվի ժամանակ նպատակ ունեին պարտվելու։ Որովհետև հենց ամենասկզբից վարչապետը հայտարարում էր, չէ, որ ինչ է լինի, մենք մեզ պատված չենք համարում։ Հա ինքնասպաններ են այդ մարդիկ, պարոն Շիրոյան։ Լավ, ոնց կարելի է, չգիտեմ, իմ գլխում չի տեղավորվում, որ հայ մարդը ապրելով Հայաստանում, առավել եւս լինելով այս երկրի ղեկավարը, շնչելով այս օդը, ջուրը, չգիտեմ, ու պատրաստ լինել այդքան հեշտ հանձնել ամեն ինչ կամ հանձնվել։ Ում են պատություն անում իրենք։ Իրենք ախր այստեղ ապրող մարդիկ են, չէ՞։ Ես ինչ որ բաներ չեմ հնարում ինձնից, ինչ որ բաներ չեմ պատկերավոր կերպով ներկայացնում։ Ես հասկանում եմ, ես ուզում եմ մենք փորձենք հասկանալ։ Ներկայացնում եմ փաստերը, թե իրենց գլխի մեջ ինչ է կատարում, ես չեմ կարող ասել։ Ես ասում եմ այն ինչը որ կա։ Ունենք զենք, ունենք զինամթերք, ունենք կռվող զորք։ Բոլոր այդ հնարավորությունները կար։ Բոլոր միջոցները կար, որպեսզի
կռիվը շարունակվեր, որպեսզի կռիվ չունենար այն ելքը, ինչ որ իրենք բերեն հասցրեցին։ Հիմա ինչու բերեցին հասցրեցին այս ելքը։ Ես չեմ կարող ասել։ Կանխամտածված էր, չգիտեմ, անփութություն էր, բայց եթե անփութություն լիներ, գոնե իրենք ամոթ կունենային, բարոյականություն կունենային, ասեն մենք գցեցինք ոտքերից, հեռանում ենք, չենք էլ երբեք չենք մասնակցելու նման process-ների։ Մենք ձախողեցինք։ Հա, բայց դա նաև նշանակում է պատասխանատվություն, այսինքն իրենք պետք է կանգնեին եւ պատասխան տային։ Իրենք վաղ թե ուշ դրա համար պատասխան են տալու։ Այսօր չլինի, վաղն է լինելու։ Օրենքով են պատասխան տալու։ Ոչ թե իրենց նման պատերին, ասֆալտին են ծեփելու, չէ, օրենքով։ Որովհետեւ բանակը շատ հստակ համակարգ է։ Վերևից ներքև գործող հրամանները բոլորը գրավոր են գրվում։ Իրենք նույնիսկ 44 օրյա պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը չհրապարակեցին, չնայած որ պետք է պարտավոր են հրապարակելու։ Ու ոչ միայն դա, այլ նաև ամբողջը հնարավոր է վեր հանելու, հասկանալի ինչ կատարվեց։ Ռազմական գործում ամեն ինչ շատ հստակ է, ու մեղավորները շատ արագ են բացահայտվում։ Որ օղակում ով ինչ է արել, ում պատճառով է խնդիր առաջ ասել։ Այնպես որ իրենք գալու է օրը պատասխան են տալու։ Վաղ թե ուշ ազգային հեղափոխություն տեղի ունենալու է այս երկրում։ Այո, որ տեղի կունենա, պատասխաններ կտան։ Պարոն Շիրոյան, Ռուսաստանն էլ մենք տեսանք, որ շատ սուր արձագանքեց եվրոպական քաղաքական համայնքի այդ գագաթնաժողովին այստեղ անցկացված դրա շրջանակներում Զելենսկիի այցին։ Հիմա այդ նախընտրական եւ ընտրական թեմային վերադառնալով կանխատեսումներ կան, որ Ռուսաստանը եթե չկարողանա հասնել այստեղ իշխանափոխության, ապա ամեն ինչ կանի, որպեսզի լինեն հետընտրական ցնցումներ։ Դուք ինչ տպավորություն ունեք։ Ես տպավորություն որ դրանից առաջ Փաշինյանը Մոսկվայում եղավ։ Հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ եվրոպական երկրների ղեկավարների գալուց առաջ հանդիպեց Պուտինի հետ։ Պուտինը կարդալով հստակ ինչ որ մեսիջ տվեց, որ ինքը ցանկանում է, որ պրոռուսական ուժերը մասնակցեն ընտրություններին ու խնդիրներ չունենան։ Ինչ է կարծում։ Պուտինը չի հասկանում Հայաստանում ինչ է կատարում կամ իր ենթակայության տակ գործող ինստիտուտները նրան չեն զեկուցել Հայաստանում ինչ տրամադրություններ են։ Ախր ամեն մեկը իր խելքի չափով է կարողանում այդ ամեն ինչը պատկերացնել, բայց Ռուսաստանը խորքային պետություն է, ունի ինստիտուտներ, Հայաստանի մասով զբաղվող մարդիկ կան, ինստիտուտ գոյություն ունի, որը որ հենց Հայաստանով է զբաղվում։ Իրենք հստակ գիտեն, որ Հայաստանում կա հակառուսական տրամադրվածություն, ավելի շատ է հակառուսականը, քան պրոռուսականը։ Ու եթե ինքը ցանկանար, որ Փաշինյանը չընտրվի, ինքը առաջերտին Փաշինյանին աջակցություն կայտներ, ոչ թե Փաշինյանի դեմ դուրս կգար։ Որտես չի սիրում հայ մարդիկ էլ չեն սիրում Ռուսաստանը, իրենք տեսել են Արցախում, որ Ռուսաստանը իր պարտավորությունները չի իրականացրել։ Ինքն էր չէ ապահովել, որ ապահովել արցախցիների անվտանգությունը ու Արցախի անվտանգությունը։ Ինքը խախտեց, չէ, իր պարտավորությունը։ Հիմա հայերը չեն սիրում ռուսներին։ Մեր քաղաքական այդ վերլուծաբանների մոտ ես զարմանում եմ, վերլուծական միտքը բացակայում է։ Փաշինյան, եթե պետք չէր Պուտինի, որպեսզի Փաշինյանը ընտրվի, ինքը Փաշինյանի դեմ դուրս չէր գա։ Հայտարարություններ չեն, ու մեր մոտ էլ տպավորությունները իբր թե Փաշինյանը միայնակ այնտեղ պայքարեց։ Փաշինյանը կարողանում է Պուտինի դեմ պայքարի, բայց Ալիևի դեմ չի կարողանում պայքարել։ Էս էլ է խեղճատակություն։ Ձեռ են առնում։ Այսինքն գերտերության ղեկավարի դեմ ինքը կարողանում է ինչ-որ բաներ խոսալ, ուլտիմատումներ տալ, հակադարձել, երբ որ Ալիևն է իրեն մի բան ասում, բերանը ջուր առած կանում է։ Ուղղակի շատ դեպքերում դեմ լինելով են կողմ լինում։ Փաշինյանին ներկայացնում են որպես անկախական տղա, ինչպես 21 թվականին Պուտինն ասաց, որ Փաշինյանը դավաճան չէ։ Ինքը փորձեց մինչև վերջ պահի շոշին, բայց չստացվեց մոտը, բայց ինքը ուզում էր, իսկապես ուզում էր։ Դա Պուտինն ասաց, չէ։ Փաշինյանի վերակենդանացրեցին Պուտինը, Քոչարյանը, մյուսները։ Փաշինյանը սիստեմատիկ հանդիպումներ ունենում է այսօրվա երկրորդ ուժի առաջնորդը 20 թվականի պատերազմից հետո Սամվել Կարապետյանը պարբերաբար հանդիպում էր Փաշինյանի հետ։ Բայց պարագայում Մակրոնի այդ ջերմությունը ինչպես կբացատրեք Հայաստանի ղեկավարի հետ ունեցած։ Եվրոպացիները փորձում են մաքսիմալ շատ մտնել հայկական ու տարածաշրջան, ոչ միայն Հայաստան, այլ նաև ռեգիոնի պետություններ։
իրենք իրենց մասով իրենց գործ են անում, իրենց շահերն են առաջ տանում, փորձելու են։ Ինչքանով կստացվի, ինչքանով չէ, դե լավ կյանքը ցույց կտա, իրավիճակը ցույց կտա։ Այս բան իրենք իրենց համառության շնորհիվ են կարողանում մտնել տարածաշրջան։ Մտնում են տարածաշրջան Իհարկե։ Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու Այո, համար գլխավոր իհարկե։ նպատակը դա է։ Պարոն Շիրոյան, ամփոփելով դուք հանրային այդ հակառուսական տրամադրություններին անդրադարձաք, ինձ հետաքրքիր է ինչ տպավորություն ունեք, եթե ռուսներին այլևս հայ հանրությունը չի դիտարկում որպես հուսալի դաշնակից կամ ինչ որ առումով երաշխավոր մեր անվտանգության, ապա կա այլ երկիր, որին հանրային նույն տրամադրությունները ցույց են տալիս, որ դիտարկում են։ Որ պահին մեր հանրությունը, այսինքն հասկանա, որ պետք է առաջի երթն ապավինել սեփական ուժերին, մեզ մոտ այդ ժամանակ կսկսի դրական փոփոխություններ։ Այդ գիտակցումը այս պահին չկա։ Քիչ սկսում է գալ։ Ճիշտ է, կան վերլուծաբաններ, կեղծ վերլուծաբաններ, իբր թե արևմտյան գործիչներ, որոնց նախին կյանքը ամբողջությամբ եղել է պրոռուսական։ Մենք տեսել ենք նման քաղաքական գործիչներ, որոնք շատ էժան մակարդակով, էժան վիճակով փորձում են պրոպագանդել, իբր թե Եվրոպան մեզ գալիս է, փրկում է, չգիտեմ, լավ բաներ անում, բայց խեղճատակությունը դրանք անլրջացնում են այդ ամեն ինչը։ Կեղծ հակառուսականությունը անլրջացնում է այս իրավիճակը, որ հիմա նոր փրկիչ ենք մանգալ, չէ, փրկիչներ պետք չի փնտրել։ Օրինակ մենք մարտական եղբայրության հավանություն ասում պետք է հենվել սեփական ուժերի վրա։ Հետագայում երբ որ արդեն հասուն կերպ դու հենվում ես սեփական ուժերի վրա, քո գործողությունները ես ամեն ժամանակ հասկանում ես քեզ ում ունես դաշնակից, ում շահերն են քո հետ համընկնում, որ կարողանաս համագործակցել ու քո գործերն առաջ տանել։ Բայց ամեն դեպքում այս պահին Ռուսաստանից բացի ենթադրենք, եթե Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը փոխվել է, այլ երկիր մենք չունենք հանրային մակարդակով չենք դիտարկում։ Ես բանակցողը չեմ, ես առաջի դեմքը չեմ, արտաքին գործերի նախարարը չեմ, ոչ էլ իշխող թիմի մաս եմ։ Չէ, ես հանրային տրամադրությունների մասին եմ որպեսի հասկանա։ Չէ, տրամադրությամբ հարց չեն կարգավորում։ Պետք է հստակ բանակցած ինչ որ բաներ լինեն, որպեսի կարողանաս կոնկրետ բան ասես։ Մեծ քաղաքականությունը սիրելու տեղ չէ, զգացմունքներով չեն առաջնորդվում։ Բնականաբար։ Մեզ մոտ սա պետք է գիտակցեն։ Բոլորը սկսում են սիրելուց խոսալ, այ սա կփրկի, հիշում եմ վերլուծաբաններ կան, ովքեր ասում են, այ սա ֆրանսիական ռաֆալներն են գալի, չգիտեմ, ինքնաթիռներ են ուղարկում Ֆրանսիան մեզ էս անում են, խաբում էին հասարակությանը։ Կամ ասում էին Արցախի անկախությունն է ավելի բարձրացել, հեքիաթներ էին պատմում։ Փոխանակ հանրության տրամադրին, որ պետք է դուք սեփական ուժերով դիմադրություն ցույց տաք, որպեսզի կարողանաք հաջողել։ Օրը գալու է բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար։ Փառք Աստծո, այսօր հնարավորություն կա, ողջ արխիվացվում է։ Այո, հայտարարություններն էլ, անելիքներն էլ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Մարտական եղբայրություն միաբանության, նաև ազգային հեղափոխության կուսակցության վարչության անդամ Մասի Շիրոյանի հետ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։